Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Բայրամովն էր օրեր առաջ կրկին խոսել թուրքական աշխարհում կիրառվող այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, հայտնելով, թե դրա մուտքի եւ ելքի կետերը գտնվելու են Ադրբեջանի տարածքում։ Բայրամովը հայտնել էր, թե Զանգեզուրի միջանցքի Հայաստանի տարածքով անցնող հատվածի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության համաձայն Միացյալ Նահանգները նույնպես մասնակցում է այս գործընթացին։ Բանակցությունները հիմնականում ընթանում են Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև, քանի որ այս հարցը վերաբերում է Հայաստանի տարածքին։ Միևնույն ժամանակ իրողությունը այն է, որ այս միջանցքի թե մուտքի, թե ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից մամուլի քարտուղարի մակարդակով արձագանքել էին Բայրամովին, նշելով, որ Հայաստանի տարածքում գործելու է TRIP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև մայիսին ստորագրված շրջանակային համաձայնագրում։ Հայաստանում քաղաքագիտական համայնքը հաճախակի բարձրաձայնում է, որ չի կարող ամերիկյան նախագիծը կյանքի կոչվել ԵԱՏՄ տարածքում։ Այն ըստ վերլուծաբաների հակասում է ԵԱՏՄ կանոնակարգը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունից սակայն հայտարարեցին, թե Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIP-ը գործելու է ԵԱՏՄ տարանցման կանոնակարգերին համապատասխան։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտից եւս արձագանքել են TRIP-ի ԵԱՏՄ կանոնակարգի շրջանակում հնարավոր գործարկմանը։ TRIP-ը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իրավազորությունը, սահմանային անվտանգության եւ մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Հայաստանի իշխանություններն են իրականացնում վերահսկողությունն ու կայացնում առանցքային որոշումները։ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները հաճախակի են հայտնում, թե այդ նախագծի շրջանակում հնարավոր կառուցվելիք ճանապարհով անցնող դարձողների առերես սպասարկումը, այսինքն շփումը կարող է նաև երրորդ երկրի օպերատորի պատվիրակվել։ Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները նույնպես։ Ալիևը այս անգամ էլ օկուպացված Շուշիում մի լավ գովել է Թրամփին, հայտնելով, թե Հայաստանի եւ Ադրբեջանի հարցում նրա դերը շատ կարևոր էր։ Ըստ Ալիևի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի եզրափակիչ փուլում գտնվելու ընթացքում Թրամփն ու իր թիմը ստեղծեցին շրջանակ, որի շնորհիվ ըստ Ադրբեջանի նախագահի հնարավոր դարձավ խաղաղություն հաստատել։ Նրանք հասկանում էին մեր մտահոգությունները, գիտակցում էին, որ Զանգեզուրի միջանցքը կարևոր նախագիծ է, քանի որ այն Ադրբեջանը կկապի Նախիջևանի շրջանի հետ։ Մի խոսքով, նրանք շատ արդյունավետ աշխատեցին եւ Հայաստանին բացատրեցին, որ այս խաղաղությունն անհրաժեշտ է նաեւ իրեն։ Ամերիկյան փաթեթավորմամբ թուրք-ադրբեջանական TRIP նախագիծն ուսումնասիրելու համար մասնագետներն էին այցելել Հայաստան Միացյալ Նահանգներից։ Իդեպ Բայրամովը հայտնել էր, որ իրենց հաճախակի զեկուցում են, թե ինչ ընթացքում են նախագծի իրականացման աշխատանքները։ Մենք այս աշխարհակաղակական մեծ թատերաբեմում օբյեկտ ենք, բացարձակապես սուբյեկտ չենք։ Մեր տարածքի հետ կապված ստորագրված պայմանագրի, այսինքն նախաստորագրված այդ փաստաթուղթը, որը որ դերևս վավերացում չի անցել։ Այդ տարածքի նկատմամբ խոշոր նոմինալ սուվերենիտիություն ունենք եւ բնականաբար մեզ չեն դիտարկում այդ խոսույցի մեջ։ Հայաստանում Սյունիքի որ հատվածներով է պետք անցնի այդ ճանապարհը, մինչև օրս ինչ աշխատանքներ են տարվել, որքան գումար է ծախսվել, բաց աղբյուրներում այդ մասին տեղեկություն հնարավոր չէ գտնել։ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, թե Հայաստանի կառավարությունը շարունակելու է աշխատել Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրոպական միության, Կենտրոնական Ասիայի երկրների եւ Չինաստանի հետ, քանի որ ըստ Փաշինյանի նախագիծը գլոբալ նշանակություն ունի եւ ըստ Հայաստանի գործադիր ղեկավարի Հայաստանի կառավարությունը եւս ցանկանում է հնարավորինս արագ սկսել դրա իրականացումը։ Ըստ Փաշինյանի արդեն այս տարվա աշտանը գետնի վրա կմեկնարկեն առաջին աշխատանքները։ Սա հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ բացված դատ է։ Արցախի խորհրդարանի նախկին նախագահն այսպես է բնորոշում դատավարական այն ֆարսը, որով անցնում են ինքն ու Բաքվի բանտերում ապօրինաբար կալանված մյուս հայերը։ Նրանք Ադրբեջանի վերաքննիչ դատարան են հասել, թեպետ այնպես չէ, թե այս ատյանից ակնկալիք ունեն։ Սա պարզապես միջազգային դատարաններ տանող միակ ճանապարհն է, որով պիտի անցնեն գտնելու արդարությունը։ Նույնիսկ որոշ պաշտպաններ արդեն մտահոգություն են հայտնում դատական կոլեգիայի նիստում, որ այսպիսի դատավարությամբ եւ այսպիսի փաստերով գնալ միջազգային դատարան իրենց համար շատ ծանր կլինի եւ ամոթ է եւ պաշտոնապես են իրենք դատական ամբիոնից հայտարարում եւ չեն ուզում որպեսզի այս ձևով այս ընթացքով գնան միջազգային դատարան եւ պարտվեն։ Ինչ կլինի այլ հարց է։ Անընդհատ դատավորը խոսում է բաց դատավարությունից, արդարությունից, արդարադատությունից, բայց ինչպես առաջին ատյանի դատարանն էլ հիմա էլ նույնն է, որևէ փոփոխություն, որևէ էական բան չկա։
Հայ ռազմագերիները վերաքննիչ ատյան են հասել բողոքարկելով իրենց 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման դատապարտված վճիռները, այդպես էլ չիմանալով, թե Ալիևի դատարանն իրենց ինչում է մեղավոր ճանաչել, վճիռները չկան։ Վճռի արկայությունը ամենակարևոր գործոններից է, որպեսզի անձը իմանա կոնկրետ իրեն ինչի համար են դատապարտել, ինչի հիման վրա, այսինքն ինչ ապացույցների հիման վրա, որպեսզի կարողանա դա պատշաճ բողոքարկի։ Այսինքն վճռի չտրամադրելը դա արդար դատաքննության եւ բողոքարկելու իրավունքի ակնհայտ խախտում է։ Սա իրականում շարունակությունն է, այսինքն իրենք ձև են անում, որ ինչ որ ընդհանրակարգերի են հետևում, նախատեսված է վերաքննիչ բողոքի քննում անում են, բայց ըստ էության բովանդակային իմաստով սա իրավունքի իրացում չէ, այլ ձևականություն է։ Վճիռները չտրամադրելով Բաքուն փորձում է արհեստական խոչընդոտներ ստեղծել հայերի համար միջազգային դատական ատյանների ճանապարհին, համոզված են մասնագետները։ Այսուհանդերձ իրավապաշտպանները չեն հրաժարվելու պահանջից։ Օրինակ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով արդեն հաջողություն ունեն։ Տևական պայքարից հետո ստացել են նրան 15 տարի ճաղերի մյուս կողմում պահելու վճիռը։ Այն կհասցնեն միետ եվրոպական հարկի տակ ապացուցելու, որ Բաքվում հայերին դատել են բացառապես այն պատճառով, որ նրանք հայ են։ Հայաստանը նոր պահանջներ է սահմանում դեպի Եվրոպական միության երկրներ ձկան եւ ձկնամթերքի արտահանման համար։ Ձկնաբուծարաններն, արտադրողներն ու պահեստավորողները պետք է համապատասխանեն եվրոպական չափանիշներին Եվրամիության շուկա արտահանելու իրավունք ստանալու համար։ Օրեր առաջ կառավարության ներկայացուցիչները հենց այս նպատակով սննդամթերքի անվտանգության վերահսկման ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների փաթեթ էին ներկայացրել խորհրդարան։ 2025 թվականից Հայաստանի Հանրապետությունը ստացել է թույլտվություն ձկան ձկնամթերքի արտահանման նպատակով Եվրոպական միության երկրներ, սակայն Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգերի համաձայն, որպեսզի ձկնաբուծական տնտեսությունները կամ ձկնամթերք արտադրող կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունները պետք է գրանցված լինեն Եվրոպական հանձնաժողովի առևտրի վերահսկման եւ փորձագիտական թրեսիս համակարգում։ Ինչ է պատրաստվում անել պետությունը օրենսդրական փոփոխությունների շրջանակում։ Պետական կառույցները ստուգում են իրականացնելու այն ձկնաբույծների մոտ, որոնք ցանկանում են ձուկ արտահանել Եվրամիություն։ Ստացվում է, որ Հայաստանից ձկնամթերքի Ռուսաստան ներկրման արգելքն է փոփոխությունների խթանման շարժառիթը։ Արդեն իսկ 5 հայտ է ստացվել տնտեսվարողների կողմից, ովքեր հետաքրքրվածություն են ցուցաբերել եվրոպական երկրներ ձուկ եւ ձկնամթերք արտահանելու նպատակով։ Հայտ ներկայացնելուց հետո լիազոր մարմինը իրականացնում է ստուգում տնտեսվարողի մոտ, սակայն սա պլանային կամ տեղական վերահսկողության ստուգում չէ, այլ Եվրոպական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության նկատմամբ ստուգում է։ Ենթադրվում է, որ այս հնարավորություններից մեր ձեռնարկատերերը պետք է վաղուց օգտված լինեին, այլ կերպ հենց իրենք պետք է շահագրգռված լինեին ստուգումներ անցնելու հարցում Եվրամիության շուկայում հայտնվելու համար։ Չէ՞ որ ռուսական շուկայի կորուստը հսկայական խնդիրների առաջ է կանգնեցրել բիզնեսմեններին։ Հայաստանյան շուկայի հույսին մարդիկ բնականաբար չեն կարող մնալ, հետևաբար քրտնաջան աշխատում են արտահանման նոր ուղղություններ գտնելու համար։ Այլ բան, որ Եվրամիությունն ունի շատ խիստ ստանդարտներ։ Մալախիցյան կանաչ օրինակ դեղամիջոցը, որ Եվրամիությունում վաղուց արգելված է, նրա փոխարինող անասնաբուժական դեղամիջոցը Հայաստանում գրանցված չի։ Առ այսօր կապ չունի դու արգելված անասնաբուժական դեղամիջոց ես օգտագործում, չգրանցված։ Երկուսի դեպքում էլ միևնույն է քո ապրանքը չի կարող արտահանվել։ Այսինքն երկար տարիներ ոլորտը կարգավորող եւ վերահսկող մարմինները տեղյակ են եղել, որ Հայաստանում աճեցված ձկնամթերքի գերակշիռ մասը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին, բայց այդպես էլ քայլեր չի ձեռնարկել, որպեսզի հայ արտադրողը կանխավ ինչ-որ գործողություններ անի ռուսական շուկայի հույսին չմնալու համար։ Տնտեսություններում առ այսօր դեռևս կա արգելված անասնաբուժական դեղամիջոցների, հակաբիոտիկների, նիտրոֆուրանների կիրառություն եւ բնականաբար այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք որ օգտագործում են նշած դեղամիջոցները, նրանք եւս չեն կարող արտահանում իրականացնել Եվրոպական միություն։ Բացի այս, գոյություն ունի մեկ այլ խնդիր եւս՝ եվրոպացի սպառողի ճաշակի խնդիրը։ Եվրոպացիները ունեն ձկնամթերքի հետ կապված սեփական նախընտրությունները, որոնք ձևավորվել են տասնամյակների ընթացքում կազմավորված լոգիստիկ շղթաների ազդեցության ներքո։
Եվրոպական բազմաթիվ երկրներում շատ այլ է վերաբերմունքը արհեստական լճակային տնտեսություններում աճեցված ձկան, որովհետև նրանք բազմաթիվ երկրներ ծովային երկրներ են եւ իրենք ձկներ ունեն կամ լճեր ունեն։ Հայաստանյան ձկնամթերքի Եվրոպա արտահանման խոչընդոտներից մեկն էլ դրա գինն է։ Եվրոպական շուկայում ձկնամթերքի մեծածախ գինը բավականին ցածր է եւ լոգիստիկ ծախսերի գումարման դեպքում հայկական ձկնամթերքի համար չափազանց բարդ է լինելու մրցակցել եվրոպական արտադրողների հետ։ Մանր ու խոշոր եղջերավորների, ինչպես նաև մարդկանց վրա գիշատիչ կենդանիների հարձակումների մասին հաղորդումները վերջին շրջանում հաճախակի են դարձել։ Մասնագետներն ասում են, խնդիրը միայն կենդանիների ագրեսիվ վարքագծի մեջ չէ։ Երևույթը ավելի խորքային պատճառներ ունի եւ կապված է ինչպես բնական միջավայրի փոփոխության, այնպես էլ մարդու տնտեսական գործունեության ընդլայնման հետ։ Բնապահպանների գնահատմամբ գիշատիչ կենդանիների կենսավայրերը տարիների ընթացքում զգալիորեն կրճատվել են։ Սննդի հայթայթման բնական միջավայրի սեղմումն էլ նրանց հարկադրում է ավելի հաճախ լքել անտառները ու մոտենալ բնակավայրերին։ Ընդհանուր առմամբ իրանց այդ բիոտոպները, որտեղ իրանք ապրում են, բավականին ոչնչացված է։ Կենդանին, չէ՞ որ նա գիշատիչ է, որը սնվում է, հասկանալի է, որ վերանում է այդ տարածքից։ Եվ արդեն կենդանին գնում է դեպի բնակավայրեր։ Տեղ ուրեմն կերի խնդիրը գայլը նպատակ չունի հատուկ մարդկանց վրա հարձակվելու։ Մասնագետները նշում են, եթե կենդանիների բնական կենսավայրերում կերի բավարար չափականակ լինի, նման հանդիպումների հավանականությունն էլ զգալիորեն կնվազի, սակայն չեն բացառում նաև նման հանդիպումների հնարավորությունը ընդհանրապես։ Ըստ բնապահպանների պատճառներից մեկն էլ կարող է կենդանիների քանակի ավելացումը լինել, ինչն իր հերթին կարող է հանգեցնել կերի խնդրի։ Այս իրավիճակը մասնագետների դիտարկմամբ ուսումնասիրության կարիք ունի։ Արջերի քանակն էլ է շատացել, եւ իրենք դուրս են գալիս դեպի մարդու բնակավայր։ Էլի կերի եւ ապրելավայրի խնդիր է այստեղ։ Ուրիշ բան չկա, մարդը օրանում է դեպի բնություն, մտնում է բնության մեջ։ Ինչ պետք է անի կենդանի, ինքը պետքա այդ իր տարածքը որ կրճատվում է, հետ է գալիս դեպի մարդ։ Էլի իր բնակավայրն է, բայց մարդն է գրավել։ Բնապահպաններն ընդգծում են, այս խնդիրը միայն Հայաստանին չէ, որ մտահոգում է։ Բնակավայրերի ընդլայնման պատճառով աշխարհի շատ երկրներում մարդկանց եւ վայրի կենդանիների միջև սահմանը գնալով ավելի է փոքրանում։ Հայաստանում իրավիճակը բարդանում է նաեւ անտառային եւ բնական տարածքների համեմատաբար փոքր լինելու եւ համայնքային տնտեսությունների վայրի բնության տարածքներին շատ մոտ լինելու պատճառով։ Հատկապես խոսքը գնում է համայնքների բնակչության մասին, նրանք պետք է նաև պահպանեն այն կենդանիներին, որոնք գրանցված են կարմիր գրքում կամ էնդեմիկ տեսակներն են։ Մասնագետներն ուշադրություն են հրավիրում նաև այն հանգամանքին, որ որոշ դեպքերում հենց մարդու տնտեսական գործունեությունն է փոխում կենդանիների սննդային միջավայրը։ Փոքր հեկերի կառուցման պատճառով ԵՂԳ գետը զրկվել է իր ձկնային պաշարներից։ Իսկ արջերը, որոնք ապրում են կողքը, նրանք իրանց հիմնականում այդ սպիտակուցային կելը դա ձուկն է։ Մարդկանց անվտանգությունն առաջնային դիտարկող մասնագետները միաժամանակ շեշտում են, խնդրի լուծումը միայն կենդանիների ոչնչացումը չի կարող լինել։ Շատ երկրներում նման իրավիճակներում գործում են արագ արձագանքող մասնագիտացված խմբեր, որոնք տեղում են գնահատում վտանգը եւ առաջարկում կանխարգելիչ միջոցառումներ։ Նրանց համոզմամբ արդյունավետ լուծումներից են բնակավայրերի եւ արոտավայրերի պաշտպանությունը, էլեկտրական ցանկապատերի կիրառության միջոցով, ինչպես նաև մարդկանց իրազեկվածության բարձրացումը։ Մերձավանում ճանապարհ են սկսել նորոգել, սա իհարկե ուրախացրել է թե անցորդներին, թե վարորդներին, սակայն խնդիրներ են ի հայտ եկել։ Ճանապարհաշինարարները անվտանգության կանոնները չեն պահպանում, նախազգուշական նշաններ ու լուսային փարոսիկներ էլ չկան։ Հա, Մերձավան օրվա տարբեր ժամերին նաև խցանում առաջանում։ Մարդ չգիտի այն կողմից գալացողը ինչքան գա, ինչքան զիջի։ Վիճակը հատկապես գիշերային ժամերին է անհանգստացնող, վթարներ ու վրաերթեր են լինում, իսկ բեռնատարների երթևեկության ժամանակ փոշու ամպը ամենուր է։ Ջրանցքի վրա պետք է բետոնե ծածկ կառուցվի, որը մրցույթը շատ ճանապարհաշինարարական կազմակերպությունը թողել է կիսատ, ասում են քաղաքացիները։ Զանգեր են ստանում, ովքեր բարձրաձայնում են եւ խնդրում են պատկան մարմիններին պատասխանել, թե ի վերջո երբ են այս ճանապարհը հիմնանորոգելու, այս փոշուց
վարորդներին ու բնակիչներին փրկելու։ Քաղաքային տրանսպորտն էլ անգամ սենց է գնում։ Վարորդները պահանջում են աշխատանքներն ավելի ինտենսիվ կատարել, արագ ավարտել սկսած գործը։ Դրանք անհարմարություններ են ստեղծում ոչ միայն իրենց համար, այլև շտապօգնության ու հրշեջ մեքենաների։ Նունե Գրիգորյան, Գագիկ Շամշյան, այսօր։